Բարեկացեք քույրիկ, պայմանները դերոջի տանը մեջ, դերոջի ներգայության մեջ, որը մեր դերը հզոր ասված է։ Ուզենք ոտնկայց դերոջի պաշտելու և դերոջի անունը հաղորդելու, անհորը որ թվոյ ինձ ամեն։ Սամմոցի մեջ 33-12 Երանի այնացքին, որն ասվածը դերն է ու այն ժողորդին, որ իր ժանանության համար ընդրեց Եվ քուրիս եղեղ պարես, ողջուն է կողքին և է թույ ժարանքն ես դերոչը Թույ ժարանքն ես դերոչը, որոդ է դեր մեզ ընդրած է իր ժանանության համար Այն ժարանքը, որ մենք չունենք, բայց Հիսուս Քրիստոսի անում մեզի ժարանքություն համ Ադման ողջուն է եղեղ պարի ուժոր Եվ է արդյոք հվադում ես, որ դու ժարանքն ես Քրիստոսին Որովհետև շատերը զրկված են այդ ժառանգություն են։ Երանին ես են պարես եկու և տուն դերոջ տանը մեջ ես և դերոջը ներգայության մեջ ժառանգություն ունիս արդյոք տեղյակ ես, արդյոք կյանքի մեջ վայելած ես դերոջի ժառանգությունը կյանքի մեջ։ Բայց մենք բոլորս արիտ ունենք այդ ժառանգությանը մասնակցելու։ Եկեք միասին ոտնկայց երգենք և ասենք ով հայր ժողովուրդը կանգնած է քո առջև սնծությամբ։ Սնծանք դերոջ առջև պարապանենք ով հայր մեր Hallelujah. Amen. Oh,
պետիկան նորից։ Եկեք զորքյան հոգին, հզորը մեծամեծ գործեր անում մեր կյանքի մեջ, եւ որ մենք դերոջ նվիրվի, դերը մեր կյանքի մեջ նորանոր գործեր կան, եւ որ ուզենք նվիրի այս օրերուն, որովհետեւ այն օրն է որ դերը գործե մեր կյանքի մեջ։ Եվ վերցնենք ամբողջ աշխարհը դակ դուրայ, բայց մեր ինտերեսները մեջ խաղաղություն կա, որ ամեն խաղաղությունը դերը, որով Հիսուս Քրիստոս կփնագի մեր մեջ, որով եթե հավանանք, որովհետեւ Հիսուս Քրիստոս մեր մեջ է։ Եկեք եկեք հզորը մեծամեծ գործեր անում։ Հալելույա։ Ես որմե բիլի վախնամ, դեր իմ կյանքիս ապավեն է ես որմե բիլի տողամ, սելա, հալելույա, դերը պարաբանեին մեծարեք դերը սելա երկերով, դեր իմ լույս ես որմե բիլի վախնամ, հալելույա, մեծարեք դեր իմ խոսքով իր ներգայության մեջ, սնձա ուրախացի, որովհետև մեր դերը ներգայ է, ամեն, հալելույա։ Baba
Աշակերտները բոլորով են վախցան եկցին այդ վարտաբեդ ինչ կլա, ինչ կվտահի։ Երբ որ Հիսուսի արտոնցին Հիսուս զամազակ կնայել ուր է ծեր հավատքը, ուր է ծեր ոչում, ուր է ծեր նայվածքը ազգանքի մեջ, որով ազգանքի մեջ շատ փոթորիկներ կան, բայց Հիսուս երբ որ մեր կյանքի մեջ է այդ փոթորիկը խաղաղի։ Ալորմար Սեյս Ամոս 51 Որմենց Եհով ասված հու ողորմության համար հու առատ քուցության համար ջնջե իմ հանցանքներս ով ասված իմ մեջս մաքուր սիրտս սեզե եւ իմ նեստից ուղիղ ոգին օրկե եկած այսօր Տիրոջը խնդրելու իր ողորմությունը իր քրտությունը մեր կյանքի մեջ որովհետեւ չենք գնալ առանց հավատքի դերը տեսնել պետք է հավատանք որ դժվարությունը իսե Հիսուս իր կյանքը տվավ մեզ համար որպես մենք փրկվի Ուզենք նվիրել մեր սիրտեր կան Տիրոջ առջև խնդրեմ եւ պարզ հագեն որպես աղոտ մոդոզանը Տիրոջը ուրախ Տիրոջի կյանքի մեջ որ մեզ փոխե Անհոր եւ որդու եւ Հիսուսը ամեն Մեր եկնավոր հայրը մեր արարիչը մեր փրկիչը շնորհակալ ենք դեր որ մեզ տուն արժանացիր հավաքվելու մեզ քու վայրիդ մեջ շնորհակալ ենք դեր քու բոլոր փառքերուդ համար շնորհակալ ենք դեր քու բոլոր օրհնություններուդ համար ինչպես որ ըսիվ դեր եւ որ դուք ձեր հոգիները պատրաստեք ձեր սիրտերը պատրաստ կլան իմ օրհնությանս ինչպես Դավիթ ասավ դեր ես քեզ պիտի սպասեմ առավոտ որովհետեւ վայելեմ քո օրհնությունը Պիտի սպասեմ որովհետեւ դու մոդենաս եւ օրհնես ինձ քու փառքը բլա իմ վրա որովհետեւ բոլոր չարերը հեռանան ինձ մե բոլոր սդախոսները ինձ մե հեռու մնան մենք ալ դեր հավաքված ենք ոստեղ Փարապանելու քու սուրբ անունդ որովհետեւ վայելենք քու օրհնությունը քու սրբությունդ դեր շնորհակալ ենք ամեն մեկ անձի համար ամեն մեկ ընտանիքի համար որ ներկա է ոստեղ օրհնե իրենց Փարավորե իրենց, բահբանե իրենց ամեն չարե, ամեն չարիք է, ամեն սատանայի գործերը, իրենց եւ իրենց բոլոր ընտանիքները։ Դեր օրհնե մեր առաջնորդ եղբայրը, դեր օրհնե մեր բոլոր քույրերը, որ կփարապանեն քեզ, դեր օրհնե մեր բոլոր ծառայողները, որոնք իրենց սուղ ժամերը կդրամատրեն, որովհետեւ քո անունը փարավորեն, քո անունը բարձրացնեն, որովհետեւ վայելեն քո օրհնությունը, քո սուրբությունը, քո օրհնությունը Դեր օրհնելով օրհնե մեր պատգամապեր եղբայր Հիսուս աչը ցերկը թողլա իրեն վրա ուսավորե իր միտքը իր հոգին իր սիրտը որովհետեւ փոխանցե քու խոսքը որովհետեւ փոխանցե քու կորձերը քու սուրբ կորձերը օրհնե իրեն սուրբ հոգիով որովհետեւ ինչ որ իր սրտի մեջ դրած է փոխանցե մեզ այս բոլորը խնդրեցի մեր սուրբ Հիսուս Քրիստոսի անունով երրորդության Հայր որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Amen. Hallelujah. Երբ կամ դիվիվիկ ասեկով ամպից մակրոս սիրտ ստեղծել օդեր
որտեղ քնես մեր հույս դուրս մեր ամոբենը դերոջ կամ զեքսեին քնես մեր հույսն
Հարկունան դրոջը նվիրվիկ դրոջը հոտքով և քանգսենք օդեր Ուզենք ասել խոսքը դիշմարության խոսքը որ խոս հերնեմ դել է որ խոսքը դիշմարությունը խոսքը կյանքը հալելույա Ուզենք օդը նվիրվի քեզի այս ողորոտն ես մեր կյանքերը փոխեցնես մեր կյանքերը գիշնես առանց քեզ ոչինչ չեք օդեր Հիսուս Եկած օդեր այս բահում որ մեծարային քեզի փաթացնենք օդեր ասենք որ թունես միակը բրգիչ թունես միակ արդարը թունես միակ որ կյանքը դվի մեզ համար դե Հիսուս հալելույա ուզենք մեծարել որ քունմանը չի ալո եւ բիբլա դե Հիսուս հակունան որ Մեզ ընդրեցիր և ժառանգություն դվիր որդես, որպես մենք վայրենք ժառանգության մեջ մնան։ Երան այնացը, որ որդեր գնդրեց և ուղդեցնեց քեզի։ Երան այն ժողովորդին, որ ասված դերն է։ Երան այն հայ ժողովորդին, որ ասված դերն է։ Աղոտենք հայ ժողովորդի, աղոտենք ամեն բանանալ, որ մեր կյանքի մեջ կնե դերը։ Հալելույա։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոս անունով։ Հալելույա։ Ամեն։ Սպասենք եղբայր Վարդան Սարգսյանին որ Աստծո խոսքը մեզի մատակարար է փոխանցե իր ինչ-որ դեր իր կյանքի մեջ դրած է խոսքը, որ մեզ փոխանցե դեր որն է եղբայր Վարդան հրամեցեք Շատ ուրախ եմ ձեր մեջ գտնվել, ես Հալեբեն եմ, աղոյեղբայր խնդրեց մինչև Աստծո խոսքին անդրադառնալը մի երկու խոսքով ներկայանամ։ Ինքներեք եթե քիչ արագ մի խառնեմ, ես շատ եկար եմ տեսնել։ Արաբեն անգլ, դա, օքեյ։ Ես 97 թվի սեպտեմբեր, հոկտեմբեր այդ ամիսներում եկած եմ Հայաստան, ուսանելու նպատակով։ Սուրիա Հալեբ քաղաքին եմ այնտեղ ունեցել եմ ինգերներ, որոնք ավետարանական եկեղեցի կացած են, չանից կացած են, երկար տարիներ հիմա ամներդան տերևս ովքեր կացել են, գիտեն գճանչնան, բայց ցավոք սրտի ես մի ոչ մեկ չսակ, որ Վարդան Լուկաս մեզ է, բայց ես 9-րդ դասարան եմ, բրով եմ, դերոջը կպնդրեի, ուզեի մեղքերես թարցիկալ, ուշ չէի գտնել, բայց առանց մեկ ինձ բատմելու, կարծես ես ինձի կսեի, որ դու մեղավոր ես, դու եթե ասպես մնաս վերջը դժողք է Եվ այդպես երկար դարմի մինչև բակալորյան արի եկա Հայաստան մեկ տարի անց, այսինքն 98 թվականի նոյեմբեր 14 շաբաթ գիշեր օրնա ժամնա, ես կյանքս սվիդերոջ ավարտեցի անցա աշխատանքի հետո հոգևոր ծառայության, հետո դարձյալ աշխատանք։ Հիմա ծառայությունս միայն եկեղեցի մեջ է, երիտասարդացի ծառայությունը գնեմ, ժամանակ առ ժամանակ Աստծո խոսքով կիսվեմ ու ձեր նման այդքան լավ գեղեցիկ ցանչվեմ, բայց գերկեմ, ես բաս եմ, սանիսան, 4-րդ բաս ցանկ։ Երևի այսքանը այսօրվա համար, անցնենք Աստծո խոսքին։ Այսօր ձեզի հետ ուզեմ խոսել դերոջը գործի հանդեպ նախանցախնդիր ըլլալու 3 արգելքներու մասին, 3 մեղքերու, որոնք մեզ մեր խլած են նախանցախնդրությունը։ Չգիտեմ այդ բառը ծանոթեցես, արաբերեն ղիրա հասան է կամ ղիրա ռաբանին է։ Բարի նախանց, այո, նախանցախնդիր։ Պատկամիս վերնակիրը սա է, դերոջ գործի հանդեպ նախանցախնդիր ըլլալու 3 արգելք։ Այսօրվա նույնպես քիչ դերևս չեմ ասել հանդիմանական, բայց մեջ կա, այո, հանդիմանական, այո, ստապես նոր, արդեն ծնող է։ Եկեղեցիներու մեջ շատերու կհանդիպի, որոնք շատ հաճախ այսպես կսեն։ Ես հասարակ հավատացյալ եմ, սովորական հավատացյալ եմ։ Ինձ հերիք է, որ երկնքի թարվածները ներս մտնեմ, անրիմ ունենամ ու հերիք է, ուրիշ բան չեմ ուզեր, միայն մտնեմ։ Կարծես ուրիշ խոսքով մեզի կսեն, որ իմ առօրյա ապուստիս հոգսը, իմ դարդերս, իմ դժվարություններս, առողջական խնդիրներս, ընտանեկան հարցերս բավարար է, ինչ պետք է եկեղեցի վերը վերցնեմ, ինչ պետք է մարդկանց դարդերը լսեմ, ժամանակ դրամատրեմ, ծառայության հոգսերը վերցնեմ, ավետարանության վտանգները թիմակրավեմ։ Պետք է, ես մնամ հասարակ ոնց կամ։ Բայց մոռանում ենք, կամ գմորնանք, որ մենք իրականության մեջ ծնած ենք, ստեղծված ենք ճիշտ Աստծո համար։ Ծնած ենք, որպեսզի դերոջ գործը անենք։ Ավելին ասեմ,
Մենք ճիշտ այսօր համար բրգված ենք, որ դերոջ գործը ենք, հրեշտակները պիտի չնեն, անաբաշխար մարդիկ պիտի չնեն, ով պիտի դնե, ես եւ դու, ովքեր ստեղծված ենք ու բրգված ենք, դերոջ շնորհքով, այս գործը ներու համար, բայց ինչպես պիտի դնենք, բրդելով, այն որ բրդում են, քաշում են, համոզելով, արի եկեղեցի, արի այս ծառայությունը քեզի տան, ոչ, նախանցախնդրությամբ, իմ խոսքերս չեն, Աստծո խոսքերն են, հիմա գնայինք եւ դերոջ շնորհքով կհամոզվենք, որ այո, ստեղծված ենք դերոջ գործը ներու համար, բայց նախանցախնդրությամբ։ Եփեսացիս 2:10 շատ հայտնի համար է, ասել, «Վասնզի մենք անոր ծերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերու համար»։ Ստեղծված ենք բարի գործերու համար։ Այս բարի գործերը բարեգործությունը չէ, դերոջ գործն է։ Դերոջ գործն է, որ ինքը սկսավ, աշխարհի հիվում են առաջ, հանձնեց մեզ, որպես մենք շարունակենք, մենք ստեղծվանք, այս աշխարհ եկանք, ծնանք այս բարի գործի համար։ Եփեսացիս 2:10։ Իսկ Տիտոս 2:14 տեսեք ինչ կսե։ Ան իր անձը մեզի համար տվավ, որպեսզի ամեն աներունթենե ազատե ու մաքրե, իրենց սեփական ժողովուրդ կնե, բարի գործերու նախանցախնդիր։ Իրեն սեփական ժողովուրդն է, այստեղ խոսքը բրդության մասին է, իրանցը մեզի տվավ, մեզ մեղքերը մաքրեց, փրկեց, սեփական ժողովուրդ տվավ, ինչու համար, բարի գործերու նախանցախնդիր։ Եփեսացիի մեջ կսե մենք ստեղծվեցանք բարի գործերու համար, Տիտոսի մեջ հաստատե, որ այդ բարի գործերը, որը դերոջը գործն է, եկեղեցին է, Աստծո թագավորության առաջ խաղացումն է, մարդկանց վկայելն է, իրար հոգ տանելն է, այդ բոլորը պետք է ենք, ատոր համար ստեղծվանք, ատոր համար բրգվեցանք, բայց սևը ոչ թե քնքոտ կամ ատոր սպալաստեն ու վերջ, այլ նախանցախնդրությամբ, այդպես է Աստված կամենում։ Այսինքն, դերոջը գործը մատնելու արանքով, ձերի հետ, ինչպես հայաստանցիները կսեն, իմիջայրոց պետք չէ ենք, այլ նախանցախնդրով են, դերոջը գործը հոբի չէ, հիվա է, ինքը դերոջ գործը նախասիրություն չէ, զբաղմունք չէ, գոմնակի եկամուտ ապահովելու միջոց չէ, թե երբ ուզեմ անեմ, եթե հարմար է գնեմ, այսօր գրամարությունից լավ է գնեմ, մեջ շահունիմ գնեմ, դերոջը գործը, ինձ և քեզ, եթե Աստծո զավակ եք, հանձնված այն գործն է, որը համար ես կյանք ունիմ, և մինչև հիմա պահած է, և որը համար փրկած է, որ ես դերոջ գործը շարունակեմ, և դերոջ գործը ինչն է, եկեղեցիի առաջխաղացումն է, Աստծո թագավորության առաջխաղացումն է, նոր մարդկանց դեպի դեր հրավիրելն է, միմյանց հոգ տանելն է, բայց ինչքան ցավալի է, երբ եկեղեցիներու մեջ կտեսնենք եղբայրներ և քույրեր, և գրեթե ամեն եկեղեցի մեջ կան, որոնք նախանցախնդիր չեն, ոչ մեկ բանի անտեր նախանցախնդիր չեն, ամեն ինչ իրենց համար միևնույն է։ Գրավիրես աղոտքի ժողովի, ասե չէ, աղոտքի ժողովի ինձ համար չէ, կամ աշնամ աղոտ է։ Սուրբ պրոցերդողության կկանչես, ասե չէ։ Օրը կփոխես, ժամը կփոխես, անձը կփոխես, դեղեն չի շարժվի։ Գրավիրես ուրիշ ծառայության, արի գնանք ավետարանչության, ասե չէ։ Կվկայես, ոչ, նվիրատվություն կանես, չէ, չունիմ։ Լավ ֆիզիկական գործ գնացին, չէ, ժամանակ չունիմ։ Եվ այդպես շարունակ։ Ինչու, որով ինքը այո դերոջ զավակ է, այո գալիս է դերոջ տուն, բայց ինքը նախանցախնդիր չէ, իրեն համար միևնույն է, շատ սովորական է։ Այո աշխարհի մեջ արդեն սովորական է տեսնել դասախոսներու, որոնք իրենց ուսանողներու գիտելիքի նկատմամբ նախանցախնդիր չէ։ Միևնույն է, ուսանողը արագան բյուրացնեն, լավ մասնակետ կդառնա թե ոչ, միևնույն է։ Սովորական է հիվանդանոցներու մեջ բժիշկներու տեսնել, որոնք իրենց տված ուխտին երթմանը հավատարիմ չեն, նախանցախնդիր չեն, միևնույն է հիվանդը գավակինտի թե ոչ։ Նաև սովորական է ծնողներու հանդիպել, որոնք իրենց զավակներու դաստիարակության մեջ նախանցախնդիր չեն։ Տված են բջջային հեռախոսին ու ինտերնետին, որ իրենք դաստիարակեն։ Իրենց համար միևնույն է։ Բայց շատ աննորմալ երևույթ է, երբ դարիներով գալիս են եկեղեցի, դերոջը տուն, բայց ես
դերոջ գործի հանդեպ, գործված մարդկանց հանդեպ, մեկը մյուսի հանդեպ նախանձախնդիր չեմ, ինձ համար միևնույն է, թե դուրսինը ինչ կլա, ինձ համար միևնույն է, թե եկեղեցի այս կարիքը կամ հոգսը ով կաշխատի, որ կոծե, միևնույն է, նախանձախնդիր չէ։ Ուսուցիչներու, բժիշկներու, դատավորներու, ծնողներու, որու համար ինչ կուզեք դրեք։ Իրենք նախանձախնդիր չէ, դերևս շատ պատճառներ կան, եւ դա մեզ պիտի չի հետաքրքրել։ Մեզ ինչը պիտի հետաքրքրի, հոգևորը։ Բայց որ հոգևորը ողքս նստած քրոջս կամ գնոջս հոգևոր պատճառը, թե ինքը ինչու նախանձախնդիր չէ։ Կամ ուրիշ եկեղեցի, թե ինքը ինչու նախանձախնդիր չէ։ Գիտեք, Հիսուսը Հայտնության գրքի մեջ կարդանք, որ 7 եկեղեցիների պատկան գրեց։ 7-րդ եկեղեցին, Լավոդիկե եկեղեցին, վերջի եկեղեցին է, որը շատ աստվածաբաններ կսեն մեր տարաշրջանը կնկարագրե, հոն Տեր Հիսուսը այդ եկեղեցին կսե ավաշխարե եւ նախանձախնդիր եղիր։ Նախանձախնդիր եղիր ու ավաշխարե։ Վերջինին, աստորեն վերջինը արդեն նախանձախնդրությունը գործընթացած է։ Ու Հիսուս չսա Լավոդիկե եկեղեցին, քեզ մի քանի կիլոմետր անգամ Եփեսացի եկեղեցին, Գազմիրնա եկեղեցին, իրենց ալ ուշփամը ասի։ Այսինքն Լավոդիկե եկեղեցին պիտի չի հետաքրքրվի, թե այդ եկեղեցին նախանձախնդիր է, թե ոչ։ Քեզ կսե գործերը, որ նախանձախնդիր եղի։ Եթե նախանձախնդիր չես, ապաշխար է։ Այսքան բարձ, այսքան հստակ է ինձ ու քեզ դերոջ խոսքը։ Հիմա ինչու մենք, որպես Աստծո զավակ, նախանձախնդրությունը գործընթացած ենք, մեկ կողմ սկազ ենք, չեմ գիտեր, բառանի մեջ սկազ ենք, կողված ենք, պատճառներ կան։ Ես առանձնացած եմ 3 հատ, 3 պատճառ կամ 3 արգել, թե ինչու ես կամ թուն անմտիր, նախանձախնդիր չես։ Բայց մինչև անցնելը շինզու պատմությունը պատմեմ ձեզի, որը մեջ կա ամբողջ այս պատմի իմաստը։ Հայրը որդի կունենա, անունը դտնե հիմա։ Զավակյանը հիմա դտնե։ Հələ, այո։ Հիմա։ Հայրը որդին գսե որդիս վարդեզի ծաղիկները չրիր, հիմա գսե հիմա դնեմ հայրիկ։ Հետո գսե Գացինով պայդերը գոդրիր, իման կպատասխանե, հիմա գնեմ։ Ծնավ երկրորդ։ Եվ այս անգամ հայրը երկրորդ որդի անունը դրա ես, անա։ Հայրը հիման և եսը շատ լավ եղբայրներ են, իրար հետ շատ լավ կտան։ Հայրը երբ տսեր այսինչ գործ գանելու, հիման գծատկեր, որ ինք առաջին ըներ, ես ավելի նվիրումով ինքը գսեր, չէ հայրը ես կնեմ, ես կնեմ։ Ծնավ նաև երրորդ զավակը, այս անգամ հայրը իր անունը դրա այնտեղ նակ։ Այնտեղ հիմա եւ ես 3 զավակներ, 3-ը մեկը մյուսին հնազանդ պատրաստ էին հոր ասածները ընել։ Հայրը երբ համեցեր որ ունեին, ամեն մեկը գծատկեր, այստեղը պատրաստ էր, հիմա պատրաստ էր, եսը պատրաստ էր, այնտեղ գսեր, հայր ես պատրաստ եմ նույնիսկ այնտեղ գնալ, որտեղ քեզ չեմ ընդունիր, հուշահայրդ չեմ ուզեր, գմրցակցին քեզ։ Եվ այսպես շատ հեշտ համերաշտ ներդաշնակ ընտանիք էր։ Ով չուզեր այսպես ընտանիքի մեջ ապրել, բոլորս կուզենք, չէ՞, հարքան, սեր, միություն, քաղցրություն, դրախտ։ Բայց դուք շարունակեք։ Բայց ծնավ 4-րդ որդին եւ չես գիտեր ինչու հայրը այս որդի անունը դրավ ոչ։ Եվ այս ոչը քիչ մի չարաջիջի էր։ Ինքը սորվեցուց իր 3 եղբայրներում ուրիշ ծերի սապած։ Ասա ծեր անուններու դիմացը իմ անունս դրեք եւ այսպես հիման դարձավ ինչ ոչ հիմա, ես ինչ դարձավ ոչ ես, այնտեղը ոչ այնտեղը։ Միտք հասկացաք։ Եվ այդ օրվան էին վեր, այդ ընտանիքի, այդ տան մթնոլորտը փոխվեցավ, հայրը շատ դխուր էր, դժոխք դարձավ, քանի որ հայրը այս 3 արտահայտությունները ամեն օր գրսի։ Ոչ ես, ոչ հիմա, ոչ այնտեղ։ Չկան դխուր ավարտ ունեցավ։ Մենք ենք, այս ամբողջ պատմությունը մենք ենք, սկիզբը մենք ենք, երբ մենք դարձի եկանք, մեր նվիրումը, հիմա, ես, այնտեղ, հետո ինչ-որ ժամանակ անցավ, նախանձախնդրությունը գործվեցավ, ոչը ի հայտ եկավ, եւ արդեն
նախանցախնդրությունը չկա ասելով առաջինը մենք ենք այսպես ուշերս թոթափենք ուրիշի վրա գնենք չենք ուզել երթալ բայց հիշեք բանը այն օրը երբ Տեր Հիսուսին եկար կամ ամիսը դարին պատրաստ էինք մեր ամեն ինչը տալ մեր անձը տալ պատրաստ էինք նույնիսկ Տշնամի երկիր երթալ, միսիոնար, այնտեղ Աստծո խոսքը տարածել։ Վախ չունեինք, որովհետև ոչ թե անվախ էինք, որովհետև նախանցախնդիր էինք, Տիրոջ գործի հանդեպ նախանցախնդիր էինք։ Բայց հիմա առաջվա երանքը փոխվեցավ, ինչպես երբ նոր հագուստ կառնես տղապիս, քանի անգամ դրված քույնը կտապի։ Հիմա շատ հավատացյալներն վրան այդ քույնը տապած է, նախանցախնդրության քույնը չի գա։ Թերևս հա, դրանք արհեստանոց ներգել կուտան, բայց արհեստական է։ Ցեվացնենք, որ հա, մենք հա Աստծո գործի մեջ ենք, ուզենք հետքի լինել, բայց սիրտը ուրիշ տեղ է։ Ու ադորդակ կա բաճար, արգելք կա, 3 ես նշեցի։ Որոնք են այս արգելքները, 3 գործիներն են։ Ոչ իման, ձուլության մեղքը։ Ոչ իման, հետո գնամ, հետո կայցելեմ, հետո գոքնեմ, երբ ազատ դամ, հիմա չեմ գրնալ, կարևոր գործ ունիմ, հետո։ Ոչ եսը անդարբերության մեղքն է։ Թող ինքը ինչու ես։ Թող ինքը կմարտա, թող ինքը նվիր է, թող ինքը ժամանակը տրամադրե, թող ինքը իր մեքենան, իր տուն, իր ունեցվածքը տա, ինչու ես։ Արդեն դերոջ գործը անհրավույր է, հետաքրքիր չէ իրեն, անդարբեր է, միևնույն է։ Ոչ այնտեղը գամագորության մեղքն է, գամագորության։ Այո կնեմ հիմա, բայց ոչ այնտեղ։ Այո գծարայեմ, հիմա գծարայեմ, ես գծարայեմ, բայց այդ խումբի մարդկանց ոչ։ Ու այս երրորդ մեղքը իրականության մեջ ինքը միշտ առաջարկ ունի, ինքը միշտ առաջարկներով հանդեսում կա ասում է։ Գսե, այսպես եթե միգուցե ավելի լավ չէր լավ, բայց քո նպատակը ինչ է, կամագորությունն է, չուզեր Աստծո ըսած են։ Ինքը միշտ է, ես գիտեմ ինչն է ավելի ճիշտ, կամագորություն։ 3 մեղքեր, որոնք դու ընտրած են մեր սրտերու մեջ։ Երբ նոր բնակիչ ու կանիչ կլանին բնակիչը, բայց սա կգարնե գերտա։ Նախ անցախնդությունը, բայց սա կգարնե գերտա։ Մի քանի հարցն ամ, մինչև այս 3 մեղքերում հանդրադառնամ, առաջին մեղքի վրա ավելի շատ պիտի ծանրանամ, երկրորդն երրորդը ոչ այդքան։ Բայց մի քանի հարց միասին մտածենք։ Ինչ կդար եթե, Աստծո խոսքը լավ գիտեք, այդ հատվածները չեմ կարդար։ Ինչ կդար եթե դերոջը ով ղրգեմ եւ մեզի համար ով կերտա հարցին, ես այն պատասխաներ ոչ ես, ոչ հիմա, ոչ այնտեղ։ Ինչ կդար եթե ես այն դերոջս էր Դեր Աստված, շնորհակալ եմ, որ ինձ մարգարե ըրադրես, ինձ շնորհ իմաստուն տված ես։ Բայց ես գիտեմ, որ դու ուրիշ մարգարեներ ունես։ Անոնց service։ Ես չեմ երթար, ես չեմ ուզել երթալ։ Մանավանդ այնտեղ քո Իսրայել խստաբարանոց խոսք չլսող այդ մարդկանց կողմ չեմ երթար։ Ինչ կդար, եթե Մովսեսը թիմեր ժողովրդին ոսկի է արձաթե բղինցի անոթներ պատրաստելու համար, որ իրենք իրենց զարդերը դային, Եգիպտոսեն դուրս հանած, ու ժողովուրդը ասեր Մովսեսի, ոչ մենք, ոչ հիմա, ոչ այդ նպատակով։ Ինչ կդար, եթե այդ ժողովուրդը Մովսեսին ասեր, այս զարդերը ոսկի արձաթե ինչ-որ ունենք, մերն են, մեր վաստակն է, մեր 430 տարվա գերության փոխհատուցումն է, մերն է, այ երբ գնանք ավետարած երկիր, ինչքան ուզես այնտեղի ոսկի են կուտան, բայց այս ոսկին մերն է։ Ինչ կդար եթե այդպես ասեինք։ Ինչ կդար եթե Նեհեմիան ժողովրդին ասեր, Երոջ քաղաքի բարիսները բլած են, թռները վարված են, խայտարակ վիճակի մեջ են, բայրանասուններ մտնում երնում են, ասկերը մեզի ձեր են առնում, ծաղրում են։ Ու ինքը թիմեր ժողովրդին ասեր ժողովուրդ, պետք է անհավատ շատ շուտ վերակառուցենք բարիսպը, պատերը, թռները դնենք, առաջվա վիճակին բերենք։
Եվ ժողովուրդը սեր ոչ հիմա, ոչ մենք, թող հաջորդ սերունդն են։ Մեզ մի դար Երուսաղեմ, on Ղարաբաղ կա, on Սով կա, Չարչարանք կա, մենք վարժվանք Բաբելոնյան կյանքի, մենք հոսք ուզենք մնալ։ Եվ շատ օրինակներ, ինչ կլար, եթե այդպես վարվեին, Նեհեմիան, Մովսեսի բարական և Եսայի։ Կարծեք, որ Աստված խիստ պիտի բարկանար, երբ այս հարցերը կգան, մենք մեր անձերը մեջ կնենք, եթե ես այդպիսի բան դարակեմ։ Կարծեք, որ Աստված շատ խիստ պիտի բարկանար, խստորեն բաճեր, գուցե ոչնչացնել իրենց կյանք իրենց մեղքեր, եթե իրենք շարունակեին կամ ընեին այդպիսի բան, ծլություն, անդարբերություն ու գամագորություն։ Ես չեմ կարծեր, որ Աստված հավատացյալին, դերոջ զավակին, որու սիրտը իր գործի վրա չէ, եկեղեցի վրա չէ, իրար վրա չէ, անդարբեր է, զույլ է և կամակոր է, Աստված տեղ ու տեղը վերացնել։ Եթե այդպես ընդար Աստված, հավատացեք, որ մեզ մեծ ամասնություն հոս նստած չենք։ Այն։ Քանի որ թեև խոսքով չենք ասած, բայց փորձով ապրած ենք։ Խոսքով չենք ասած, թերևս կա, որ խոսքով ասենք, գիտեք, բայց փորձով բոլորս։ Մենք ասած ենք Տիրոջը, ոչ ես, ոչ հիմա և ոչ այնտեղ։ Իսկ ինչ կլար, եթե այդպես ընեին, պարզապես դերոջը գործը գգավար, պարզապես բարիշտները այդպես կանթված կմնային, պարզապես խորանը չեր կարուսվա այդ անունները չէին դինի, պարզապես մարգարեները Իսրայելը առանց մարգարեի կմնա, ժողովուրդները Աստծո խոսքը չէին լսեր։ Հիմա թերևս մտածենք, ուսենք շատ լավ է, կարևոր մեզի բանը չեղավ, ինչ եղավ իրենց եղավ։ Մեզի բանը չեղավ, բայց հոս է, որ մենք չարաչար կսխալվենք, հոս է, որ մենք գինանք փոսը ու սատանան մեր վրա կխնդան։ Դու կմտածես, որ ծուրությանքը, անդարբերությանքը, գամագորությանքը քեզ վնաս չեկավ, պրոգրամը չբացավ, կանդ վրա խազն չեղավ, խալին չկեղդով և սեգմանուտների խմպակված և այլն։ Մտածես, որ քեզ բանը չեղավ, ինչ եղավ իրենց եղավ։ Ադոր մասին, քանի որ Աստված գիտե, որ մարդը որպես բնություն զույլ է, անդարբեր է, կամակոր է, մեղավոր բնույթի պատճառով, Աստված ամբողջ քիչ մտրած է Աստվածաշնչի մեջ, որ Աստծո մասին խոսի, ամբողջ քիչ։ Բարեբախտաբար 3 գլուխ է, բայց ամենը չի գարնում։ Անքյայի մարգարեությունը։ Անքյայի ժամանակ ժողովուրդը մտահոգված էր իրենց դներով, իրենց դաշտերով, իրենց ունեցվածքով, գով, անասուն, չացնելով, մեծնելով, լավցնելով։ Եվ Աստված ժողովրդին անքյայի միջոցով տեսեք ինչ կսել։ Անքյա 1, 4 և 5։ Արդյոք ժամանակ է, որ դուք ծերունազար տուներն մեջ բնակիք, ու այս տունը ավերակ մնա, սակայն հիմա զորացները այսպես կսե, ծեր ճամփաներուն վրայով մտածեցեք։ Աստված ոչ կնե, որ ժողովուրդը մտածե։ Հետևանքը, այն հարցի պատասխանն է հիմա, որ լավ ամիսի բանը չեղավ, հետևանքը տեսեք ինչ եղավ։ Իրենք սպասված են իրենց տուներով, իրենց գործերով, իրենց դաշտի և այլն, այդպես երկար ըրին ու տեսեք արդյունք ինչ եղավ։ Այո, դերոջ տունը կանթված մնաց, չշինվեցավ, բայց տեսեք 6-9 Աստված ինչ կսեր։ Շատ ցանեցիք, բայց քիչ բերիք, գերակ, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծրամիտ չանցուցիք, հակվեցաք, բայց չդարձաք, ու վարձկով բանողը ձակ կսակի համար կվաստակի վարձը։ Զորած Տերը այսպես կսեր, ծեր ճամփաներուն վրայով մտածեցեք, լեր ելեք, հայտ բերեք, ու դու նշինեցեք, և անոր պիտի հաճին ու պիտի փառավորվին լսետերը։ Շատին նայեցաք և ահա քիչ եղավ, ծեր դուները անգամ բերիք, բայց անոր վրա փչեցի, ինչու համար ցեզ զորած Տերը իմ տանս համար, որ ավերակ է, ու ցեզ ամեն մեկը իր տունը գվազե, իր տան համար գվազե։ Այսինքն արդյունքը ինչ եղավ, մենք չենք կնարսել, ինձի պամը չեղավ, ուրեմն լավ, իրենց եղավ։ Շատ հստակ կսե։
Արդյունքը օրհնությունը քաշվեցավ։ Այստեղ նյութական օրհնության մասին դուք հասկացեք հոգևորը։ Երբ ես զույլ եմ, երբ ես անդարբեր եմ, երբ ես կամագոր եմ, դերոջը փորձի հանդեպ, եկեղեցի հանդեպ, եկեղեցի ծառայությունների հանդեպ, մարդկանց հոգիներու հանդեպ, իմ կյանքես օրհնությունը կբացի։ Ինչու կբացի։ Քանի որ ես ադոր համար եմ ստեղծված, ադոր համար եմ փրկված։ Երբ ես իմ գործունեությունը, function-ը չեմ ուներ, Աստված օրհնությունը կբացեցնի, որ ոչ թե որպես պատիժ, որպես ուշքի գանք, հայաստանցիները այդպես ուշքի գանք։ Ինչպես որ ամքյայի միջոցով, մարգարեի միջոցով ժողովրդին սա, որպես զգաստանան, ոչ թե որպես ինքը պատժի, Աստված չի սիրել, որ մարդը դարաբի, լացի, գործընծնի, այդ զգաստանա, արդեն նա ասկնա, օ, ես այս աշխարհի վրա եմ, ունիմ նպատակ, ունիմ հնելիք, եւ չրին օրհնությունը գնաց։ Չորրորդ հարցն մինչև այն 3 մեղքերն անդրադառնամ։ Չորրորդ հարցը ինձ համար շատ սարսափելի եւ վստահ եմ նաեւ ցեզի համար եւ հավետենական արժեք ունեցող հետևան ունի։ Ինչ կդար, եթե Հայր Աստվածը սեր մարդկանց մեղքերու համար որողը կեմ, ով անոնց մեղքը կվերցնե իր վրա, ով իր բարության բաժակը կխմե, ու Հիսուսը սեր օրը ոչ ես, ոչ հիմա, ոչ այնտեղ։ Սարսափելի բիզնես։ Իսկապես սարսափելի կլար, եթե դերը այդպեսի բան պատասխաներ։ Բայց Հիսուսի մասին գրված է, որ քու տանը նախանց ինչնա ինձ կերավ, մաշեց, սպարեց, գրագը փորի մեջ են այսպես սպարեց դες։ Դան նախանց երբես ապատություն գիտեք։ Ամեն ծախուն գետաներ արևտուր change էին անում։ Այդպիսի նախանցախնդրություն ուներ դերը, որը նկատմամբ, դանը նկատմամբ, որդանը նկատմամբ, որ մասին գրված է, որ Աստծո գերբարանք ունենալով, ապշկարությունը չսևեց Աստծո հավասարը դալը, ապա անցումն այնացուց, ծրայի գերբարանք անելով, մարդոց նման դալով, մարդու գերբարանքով ինձին խոնարեցուց մինչև իսկ մերնելու հոժարեցավ, ու այնը խաշիմավա։ Հիսուսը ասավ այո, այն է ինչպիսի այո, որ իմ նման, քո նման մարդու մարմին առնի, ծառայի գերբարանք առնի, հոժարի այդ ամոթալի խաչի բաժիժը եւ աշխարհի մեղքի վրա վերցնի։ Այդ աստիճանի նախանցախնդիր է, որ փապակը կատարելու մեջ։ Նախանցախնդիր չէ, որ այդքան ինձ քեզ շատ սիրեր։ Մենք այդքան սիրվելիք չենք, բայց որ հանդեպ շատ նախանցախնդիր է։ Երբ մենք մեղավորներուն սիրենք, իրար սիրենք, պատճառը այն չէ, որ ես շատ սիրվելիք եմ։ Եթե տեսնեք, բայց քանի որ նախանցախնդիր եմ, քանի որ ես ուզեմ դերոջը եկեղեցին ամուրը լա, երբ գարիք կա, ես առաջինը վազեմ, անոր համար կվազեմ, թե եկեղեցի համար եւ թե դուրսը։ Քանի որ այդպիսի նախանցախնդրություն ուզեդերը տեսնեմ մեր մեջ։ Բայց կա ինչպեսի արգելքներ։ Բամը թունախոր է։ Քո առաջվա օրերը հիշե, երբ դերոջի եկար։ Քո նախանցախնդրությունը այդ օրվա եւ այս օրվա։ Մեկը համեմատ է։ Հիմա այս 3 մեղքերը, որ պիտի նային, առաջին մի քիչ ավելի երկար, համեմատ է, դերևս սա է պատճառը։ Եթե սա է, ուրեմն շատ հեշտ է լուծումը։ Ինչպես Հիսուսը սա, լավոթի եկեղեցին, ապաշխար է, մեկ կոնցք է։ Առաջինը ոչ եսը, անդարբերության մեղքը։ Բոլորը գիտեք Փարիս համարացի պատմությունը։ Ղևրացին քահանան եկան, տեսան հրյային, որ ինգած էր գիսամեր է, սուտվիկը կսե գիսամեր վիճար։ Անդարբեր էին, մտածեցին, որ եթե տնան, մտածելով, որ մերած է արդեն, իրենք դիսականորեն կբղձվեին և չէին գրնան տաջանը ծառայել, չտվան, չկացին, չոքնեցին։ Հետո եկավ Փարիս համարացին, անդարբեր չեղավ, դվավ իր ամեն ունեցածը, ժամանակը նախավ, ամեն օր ընդեղ գրված է, որ մնաց հոթելի մեջ, բանդոկի մեջ, իր ավանակը դվավ, այսինքն հանքիստը զիջեց, խումարը դվավ, ունեցածը դվավ, քինի էր, ինչ էր, որ բուժեց իր վերքերը,
Եվ որը դվավ իր համար 7 նոդար մարդու, որոնք չեր ջանջնար, որը թշնամի էին, որը ոչ բարև գարնեին, ոչ բարև ուգային, կուծե ելի առողջ վիճակով իրար դեսնեին, մեկը մյուսի վրա թքեր, ավելի հրյան սամարացի վրա 30 թքներ, սամարացին այդքանը գիտեր, թե չէր գիտեր, բայց ինքը անդարբեր չանցավ, որոշեց, որոշում է, որ ինքը անդարբերությամբ պիտի չանցնի կարիքի մեջ եղող մարդու կողմ։ Այսօր սերվել մեր շուրջն շատ կարիքի մեջ եղող մարդիկ կան։ Իրենց դեմքեն, իրենց հակուկապեն չես տեսներ, չես հասկներ, մինչև իրենց դունը չմտնես, մինչև իրենց սիրտը չմտնես։ Թե հոգևոր, թե հավատացյալ եղբայրքուր, դու չես գիտեր ողքին ինչով դասնի, թե դուրսի մարդիկ։ Շատ ջրուն են, միևնույն է ասել անցնել երթալ։ Շատ ջրուն է ասել ասին քորդս չէ, ես ինչ խառնվի, ամուսիններով գրվեր ինչ կուզեն թողնան։ Հաշտի ծուր։ Բա Իսուս ինչու սա Իրանի խաղարարների, այդ խաղարարները որոնք են, մենք որ պիտի գնանք Իսրայելն ու Բարսիկը խաղարեցնենք, ադե մեր կոչում է, ոչ, մարդիկ կժդված են, ընգրնաս մտնել, եթե ձանուտ ես երկուքին, բայց երբ անընդհատ մենք կսենք միևնույն է, ինձի համար եւ այլն, եղավ, որդուն հավասար եղավ անդարբերի։ Պատրաստ ենք վնասը գրել, ժամանակ, գումար, չգիտեմ, պլաններ, միայն անդարբեր չգանք գործված մարդու կամ հոգևոր քրոջը կամ եղբորդ նկատմամբ։ Բացի որ այս բարի սամարացին անդարբեր չէր, ան նաև խոնար էր ու փառք չէր ընտրեր։ 35-րդ համարը գարտամ ու հետևյալ օրը երբ գելդեր անգե բանթոկեն, երկու թայական հանեց, բանթոկաբեդին դվավ և անորը սա, հոգ տարադոր ու ինչ որ ավելի ձախ տնես, երբ դարնալուս ես կեզ կվջարեմ։ Հիմա ճիշտ այստեղ կրված չէ, որ այս գիսամերը բանթոկի մեջ պիտի մնար, այնքան ժամանակ, որ մինչև այս բարի սամարացին վերադառնար։ Բարձրապես հանցնես բանթոկաբեդին, սա հոգ տար, երբ ինքը արդեն ուժերը հավաք է, թող բայսագարնը երթա, բայսագարդին չմուշ փոխծած է, թող երթա։ Ու սա երբ կամ, կեզի կուդամ։ Այսինքն չի երև նա, որ այս բարի սամարացի հոգսը դարդը, այն էր, որ ջանջնար, ձանոտ հասներ նայեր, ես կրկիչ դեի, ես կեզի օգնեցի, նայիր, մույս անգամ որ դեսնես ինձի, բարդ ու դաս։ Բայց ինչքան դարբերը չէ մեզ մեջ։ Մենք երբ մեկում անտեպ բարություն գնենք, անդարբեր չենք անցնիր, պիտի գիտնա, որ ես եմ, եկեղեցին պիտի գիտնա, որ ես եմ, ալամ աշխարհը պիտի գիտնա, որ ես եմ։ Փառք ուզենք վերցնել, բայց ճիշտ է, փարար միտքը չկա այստեղ, բայց բարդալով ես այդպես կհասկանամ, որ բացի որ ինքը անդարբեր չէր, ինքը նաև փառք ընտրով չէր։ Այսպիսի մի սոցիալական փորձրած են Շվեդիայի մեջ, Սուեդի մեջ, որ իբր այլ երկին զույգ, բայց իրական ամուսնացած չեն, կմտնեն ասանսոր, լիֆտ, վերելակ, ամենանով, ու կցևացնեն, որ վիճապանած են ու գրիպ գնեն ներսը, ոն ուշ մարդիկա կան։ Ու դեսախցիկով, կամերաներով ամենին ցայնակրած են, ու մարդկանց արձականքները գնահատեն, դեսնեն թե ինչպես պիտի արձականք են։ Ուրեմն կմտնեն ներսը, սկսին վիճապանել, այն աստիճանի, որ տղամարդը կոպիտ ձևով գհրե, ասանսոր մեկոմը, զարն է գնոջը, ու հետաքրքիր է, որ մեծամասնությունը չի խառնում էր, անդարբեր։ Մեկը աչքերը հեռախոս են չի հեռացնել, հեռախոսի մեջ կմտնեն, մեկը երաշտում գլսը ցայնավելի կպաշրացնե, խլացնե, որ պամը չլսե անց խոսքեն, մեկը մեջքով կթարնա, որ չդեսնե, մույսկան ավելի շուտ հարկ իշն է, ութերոտ հարկ դել է, երորդ է թուսկել է։ Միան մեկին կգանտնեսնե, սե հոպ, չի կարելի, եթե այդպես շարունակես ոստիկանությանը լուր կտան, կսպառնայի, միայն մեկին։ Այս դեսանույթը թիդելու ժամանակ բաղմը մտածեցի, որ մենք հաջախ նույնը գնենք, հոգևոր ոլորտի մեջ, հաջախ նույնը գնենք, մարդիկ կա մեր կողքին, հոգևոր ծառայության մեջ կարիք կա, եկեղեցի մեջ կարիք կա, բայց մենք այս երկրի մեջ եղած մարդկանց պես կվարվենք, ինչ կնենք, երաժշտություն կլսենք, փոխաբերական իմաստով իհարկե,
ցայնը լավ կպաշտացնենք։ Մեր առօրյան այնքան կորձերով կլեցնենք, որ Աստծո դեպի ծառայության գոչը, որ հոգևոր գալիքի գապած գոչը չտեսնենք, չլսենք, կպաշտացնենք լավ, այնքան կլսենք մեր կյանքը։ Մեր անձերը ուրախացնենք, հա, գործ չի գա, հիմա լավի գտնենք զվարժանանք, երբանք մեր զվարժանքի ետևեն։ Կցեվացնենք, թե չենք տեսած կամ չենք լսած, կապրիկ, կարծես ամեն ինչ լավ է։ Այսինքն, մենք խոսքով անդապեր դարձած ենք, կամ որ պատճառն է մեր նախանցախախտությունը գործընծնելու, անդապեր ենք Աստծո գործի հանդեպ, միմյանց հանդեպ, գործված մեղավորներու հանդեպ եւ մեր չապաշխարած ասկականներու հանդեպ, ընտանիքի մեջ եւ ոչ։ Բայց այն ինչ մեր դարձի եկած օրը, ինչպիսի նախանցախնդություն, ինչպիսի կրակ, ինչպիսի պապակ կար Տերոջ հանդեպ։ Բայց հիմա սառը աչքերով, մեռած բաղ աչքերով կարողանում ենք Աստծո աչքերուն նայել, առանց միմիկայի, առանց թեմքի մեկ շարժում փոխելու, սառը աչքերով, Աստծո աչքերի մեջ նայելով, Աստծուն ասենք ոչ ես, թող ուրիշ անը։ Շատ հանգիստ, առանց խղճահարության, եկեղեցի առաջնորդներուն գետենք ասենք ես չէ, այս ծառայություն ուրիշն։ Երբ եկեղեցի մեջ, երբ ծառայության կամ կարիքի համար անց է հարկավոր, թուն առաջիններեն ես, որ կցատկես, թե միշտ ձանու թետև գնես, միշտ հաշվարկներ գնես, մանավանդ թե գործը թվերու հետ է միշտ հաշվարկներ գնես, ընեմ չունեմ, մտահոգված ես Տերոջ գործով, եկեղեցիով, թե բարձրապես գալ գնալ է, բարձրապես աթոռ սպահեցնել է ու եկեղեցի հաջողել։ Մի եղիր անդարբեր, եղիր նախանցախնդիր։ Երկրորդ մեղքը, եւ սա շատ արագ կանեմ, ոչ հիմա, զորության մեղքը։ Զորության մեղքը։ Զորությունը մարդուն կդարձնե միայնակ դիտորդ, ոչ ծառա, ոչ գործակից, կծույլ է, ինքը գործակից չէ։ Բայց եթե ուշադրություն դարձնեք, Բողոս իր նամակներում, նախապաններում եւ վերջապաններում մեջ մարդկանց անուններ տված է։ Եվ որոշներունը անունով ոչած է իմ գործակիցներս։ Հիմա կպատկերացնեք Բողոսի հետ եղած գործակիցները կամ երբ ինքը գործակից պիտի ընտրեր, զույլերուն ընտրեր։ Չէ, զույլերուն պիտի չընտրեր։ Օրինակ, մոտս նշած եմ, օրինակ Հռոմայեցիս 16:3-ը Բարևրեք Պրիսկեի ու Ագրիպասի Քրիստոս Հիսուսով իմ գործակիցներուս 21-րդ համարի մեջ կա, 2-րդ Կորինթացիս 23-ի մեջ կա եւ շատ տեղեր։ Այդ զորությունը եթե ունի մեզ մեկ խլի արտահանցախնդրությունը։ Շատ լայն թեմա է, արագացքից եթե գարտան շատ համարներ կան զույգի մասին։ Ուղղակի ուզեցի նշել, որ այս ոչ հիման զորության մեղքը թեթևակի չառնենք։ Ճիշտ է առաջին է մոտ անդարբերությունն էր, որ ըստ ինձ անդարբերությունը առաջին հորիզոնականն է միշտ, բայց ոչ պակաս է նաև զորությունը։ Մի եղիր զույգ, եղիր նախանցախնդիր։ Երրորդը եւ վերջինը, ոչ այնտեղը, կամագորությունը։ Հովնանը պատրաստ էր գուցե հերավոր գլզի երթալ, այնտեղ Աստծո խոսքը քարոզել, բայց ոչ նինվե։ Նինվեն մեր թշնամի երկիրն է, քաղաքն, հոմ չեմ երթար։ Ուր գուզես ղրկել, գուզես Չապոնիա, Չինաստան ղրկել, բայց նինվե չեմ երթար։ Ինչ է եղածը։ Կամագորություն։ Սեփական կարծիքը, ուզածը Աստծո վրա թերաթելու փորձ։ Կամագորություն։ Չեն գրած, շատ գրած։ Միգուցե անդարբեր չես Աստծո գործի հանդեպ, միգուցե առաջիններն ես, որ կծարկես, առաջիններն ես, որ կուզես նվիրել գումար, կամ օգնել, ծառայել, ամեն ինչ կնել, բայց միշտ հարցեր կուտաս, ուր, ովքեր գիտան, եթե ինքեր եղավ ես չեմ կար, քուվդ միշտ կթերադրես Աստծո։ Քու պայմանները, կարծես թե պայմանակիր դինք ենք Աստծո է, Աստվածի պայմանները թողոսի, ես իմ պայմանները ծսեմ, դեսնենք որը եղավ չեղավ։ Այո, բազարի մեջ կմտնենք որ Աստծո է։ Կամագորություն։
Թվոց գրքի մեջ կարդանք Փաղամի մասին, գիշեք Փաղամը, այն գեղձ մարգարեն։ Ինչը սիրեց, գրված է, որ սիրեց անօրինության վարձը, փողը, սիրեց գումարը, փողը, փառքը։ Բայց այդ ամենի զուգահեռ ինքը նա էր, կամավոր էր։ Աստված քանի անգամ փորձեց իրեն ետ բարել։ Ճիշտ է դա կտրամն էր, փառք կփնտրեր, բայց վերջը ինքը այդպիսի մահով մեռավ, որովհետև կամավոր էր։ Եթե լսեր, ճիշտ է տրամը իր աչքերը գործուցած էր, բայց իր կամավորությունը իրեն առաջ տարավ, որ երթա եւ անձեր Իսրայելին։ Կամավորությունը շատ լուրջ արգելք է, մեղք է, որը մեր առաջվա նախանցախնդրությունը տարած է։ Անգամ հայրը որդին պետք է սորվեցնե, որ ջաշը մինչև վեր պետք է ուտես։ Տանը չէ ուզեր, պիտի երթար ֆուտբոլ խաղում գերներ, իսած ցկեց, որ ելել է, հայրը չղայնացավ, բարգացավ, ասավ նստիր մինչև վերջը կեր։ Նստիր, չեմ նստիր, հայրը չղայնացած, ուսեր եմ բռնեց, նստեց ուստում, ասավ հիմա կեր։ Տղան բամը չղայնացած գլուխը կախ, չար աչքերով նայեցավ, որը աչքերում նստավ, ճիշտ է դու ինձ նստեցուցիր, բայց ես իմ սրտիս մեջ դեր ոտքի եմ։ Կամավորության գաղարյան օրինակ, ես դեր ոտքի եմ։ Արդյոք կենթարկվիկ հոգ ու կանչին, թե մեր պայմաններով ուզենք Աստծո հետ գործարքի մտնել։ Մի եղի կամավոր, եղի նախանցախնդիր։ Որքան օրհնություններ մենք որպես անհատ, որպես եկեղեցի, որպես համայնք, ինչու՞ չէ որպես ազգ բաց ենք թողել, որովհետև մեր մեջ պահած ենք այս երեք մեղքերը։ Ոչ եսը, ոչ հիմա, ոչ այնտեղը։ Եվս մի բան ասենք ուշացնում։ Պատմության մեջ իրենք զավակներ էին, որոնք ծնան ու մեծան։ Փոքր չնայեցին։ Երբ ես իմ սրտիս մեջ զուլություն, անդարբերություն, գամագորություն, առաջին անգամ երբ զույլ վարկակից կդրսևորեմ, կամ գամագոր արդարություն կդրսևորեմ, կամ անդարբեր, փոքր է։ Դերևս խիճս մի քիչ ասպես է, ինչ է իր։ Երբ բաժվիս, ինչպես այդ երեխաները, երբ կմեծնան, վերջ, երբ մեծան, արդեն դժվար է։ Եղիր զույլ, բայց չարի նկատմամբ, եղիր անդարբեր, բայց աշխարհի ցանկություններու նկատմամբ, եղիր կամավոր մեղք գործելու նկատմամբ, բայց Տերոջը ու Տերոջ գործի նկատմամբ եղիր նախանցախնդիր։ Եթե շարունակես այս զուլությամբ, անդարբերությամբ, կամավորությամբ ապրել, մի մտածել, որ քեզի բանը պիտի չլա, կյանքեդ օրհնությունը պիտի բարձրի։ Ֆիզիկականի մասին չեմ ասել, գուցե նաև ֆիզիկականը, բայց հոգևորը հաստատ է։ Եթե Հիսուսին ընդունած ես որպես քրիստի, հիշե որ ինչ որ մեկը, ինչ որ դերն, ինչ որ օրն, ինքը Աստծո չսա ոչ ես, ոչ հիմա, ոչ համար։ Ինքը Աստծո հնազանդեցավ, սա ես պատրաստ եմ երթալու ճիշտ իր կողմ, թե գիտեմ որ լեզուն երկար է գծանը, բայց սա այո։ Եվ այդ եղբոր կամ քրոջ հնազանդության կամ զրուցությունը, անդարբերությունը, կամագործությունը մեկ թողելու, մեկ կողմ թողնելու շնորհիվ է որ դու այստեղ ես, եթե Տերոջ ունես։ Նաև հիշի որ Տեր Հիսուսը քեզի համար այդքան հրավ։ Ուրեմն եթե մենք Տերոջը զավակ ենք, հիշենք թե մեզ ով առաջնորդեց դեպի Տերը, հիշենք Տեր Հիսուսի օրինակը եւ այս նախասկսությունները որ նոր լսեցինք եւ մեր կյանքեն անենք այս մեղքերը, ապաշխարենք դարձիկան։ Թույլ չտանք որ զուլությունը, անդարբերությունը եւ կամավորությունը մեր մեջ մնա։ Ասիկա մեր կողմը, մեր ունիկը։ Թող իմ աղոթքս եւ քո աղոթքը Բողոսի աղոթքի պես լա, սելով դեր ինչ ուզես որ ունեմ։ Թող Սամվելի աղոթքի պես լա, որ ասե ով դեր, խոսե քան զուգարար դիտեն։ Ամեն։ Բայց եթե Տեր Հիսուսին չունիս որպես կրկիչ, ինչքան փորձես որ ես եկեղեցի
համար ամեն ինչ պատրաստ եմ մնել, ես այսպես եմ, այնպես եմ։ Եթե դերը կյանքիդ մեջ չկա, այդ բոլորը սուպի կգսե խոտ բայտ եղեք են, կորձեր, որոնք ասով քով արժեք չունին։ Բայց եթե դերոջ ունես եւ դերոջը համար նախանցախնդիր կդալով գնես, իհարկե Աստված կդի բարձրացնի։ Որտեղը բոլորիս կողքն է եւ զորացնեն ինչ իրեն համար կապին զարայր ամեն։ Աղոթենք, ոտքի կանգնենք։ Մեր սիրելի եկնավոր Հայրը, քեզ սրտանց բարք տանք Տեր Հիսուսի համար, որ ամոթ արհամարեց, խաչը վերցրեց, յուրաքանչյուրիս մեղքերի համար Տեր այդ պատիժը կրեց, որովհետեւ մենք քեզ հավատալով ու շնորհքով այսօր կարողանանք քեզ դիմել որպես Հայր։ Տեր, շնորհակալ ենք այս մեծ շնորհքիդ համար, այս մեծ սիրույթ համար, որ ցուցաբերած ես Տեր յուրաքանչյուր մարդու հանդեպ։ Տուն Տեր ոչ մեկու մեջ, ոչ մեկու համար խտրականություն Տեր ցույց չտվիր։ Բոլոր քեզ եկողներում Տեր ընդունեցիր։ Եվ այսօր Տեր նույն ոճը գուղես բոլոր մարդկանց, որպեսզի Տեր զգաստանան, արթունան, քանի որ Տեր ու կարոստը մոտ է։ Տեր, եթե այստեղ կան մեր ընտանիքներում մեջ կան մարդիկ, որոնք քեզ չունին, մեր աղոթն է Տեր, որ թողնաս իրենց։ Եվ նաև մեզ, որ Տեր անդարբեր չգան, Տեր, որպեսզի Տեր իրենց համար աղոթ կնենք, մեր կյանքով ցույց տանք, որ Տեր դու գետանի ես։ Տեր օգտագործես մեզ իրենց փրկությանը, իրենց քեզ առաջնորդելու համար։ Տեր մեր անձերը բարձր կպերենք եւ խոստովանենք, որ շատ հաճախ Տեր մենք մեր կյանքով, մեր գործերով այնքան սպառված ենք, որ Տեր մենք չենք տեսնել մեր կողքը եղող մարդկանց կարիքները։ Տեր այնքան անդարբեր ենք գործի հանդեպ, որ Տեր չենք տարբերվի դուրսի մարդեն։ Տեր խնդրենք, որ մեզ ներես, հոգիով տեսնես, նորոգես մեր միտքը սիրտը։ Օգնես, որ հասկանանք, որ այս ամեն ինչ Տերն մեկ որ պիտի այրի երթա եւ ոչ մեկ բան մեզ հետ չկրնանք անում։ Անորոշ Տեր արտընծնես մեզ, հոգիով տեսնես։ Ամեն։ Որ կարողանանք Տեր քեզ համար աշխատել, դուք Տեր մնանք դուներ։ Օգնես, որ անդարբեր չգնանք, այլ Տեր մարդկանց բարձր մասի։ Եկեղեցի մեջ Տեր եթե կարիքներ կան, Տեր թույլ օգնես յուրաքանչյուրիս, որ Տեր պատրաստ լինեն առաջինը Տեր բաժելու, առաջինը Տեր ցածկելու։ Օգնես Տեր այս եկեղեցին եւ բոլոր անդամներով իրենց բոլոր խնդիրները, իրենց կարիքները բարձրը Տեր օրհնելով օրհնես եւ այս ամենի մեջ միայն քո սուրբ անունը փոխարինի, որին արժանի ես Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Փառքը Տիրոջ, սիրելիներ, Աստծո փառք տանք, որ յուրաքանչյուրս այսօր այս պահի մեջ կգտնի եւ յուրաքանչյուրիս անունով շնորհակալ ենք եւ հայրական, որ առաջար մեջերով եկան եւ Տիրոջ խոսքով ծառայեցին մեզի եւ այնպիսի նույնով, որ յուրաքանչյուրիս պետքը եւ յուրաքանչյուրիս կարիքն է։ Այսօր այստեղ կերևելուց մեծագույն պատճառը այլ է սերներ, որ մենք կսիրենք մեր Աստվածը, կսիրենք մեր Աստվածը, բայց նաև մեր Աստվածը, մեր Աստվածը ուզեմ, որ իր գործին համար, իր եկեղեցին համար նախանցախնդիրները լան։ Եվ գավանամ, որ այսօրվա բաժնեկամը մեզ մեր յուրաքանչյուրիս այսպես խթան մնեց, որպեսզի ընենք այնինչ, որ Տերը մեզի անցնած է, ընենք այնինչ, որ Տերը մեզ մեր կսպասե։ Եվ դակավին մեր պաշտամունքը կշարունակվի սիրելիներ, եւ այս անգամ մեր պաշտամունքին իրենց բաժինը պիտի բերեն մեր եղբայրացության սիրասուն մանուկները, որոնք նաեւ կհավաքվին եւ ամեն անգամ որ կհավաքվին գլսեն Հիսուսի մասին եւ անցյալից մի քանի հավաքները, որովհետեւ Զուկատիվեր Հոկիկալսյան շրջանին մեր Գիրակնորիայի ծառայողները մի քանի երգերով եւ համարներով պիտի հրավիրենք, որպեսզի մեր մանուկները իրենց բաժինը բերեն մեր պաշտամունքի մեջ։ Հրամեցեք։
Che si lo che c'è. Venga che non si. Venga la voi. Սուրբ Հոգի ասված մեղեթարով ասված, Սուրբ Հոգի ասված խաղաղություն ասված։ Սուրբ Հոգի ասված ասված է, Սուրբ Հոգի ասված սիրող ասված։
Հայրության ասվածն է։ Սուրբ ոգի ասված, առաջնորդող ասվածն է։ Սուրբ ոգի ասված, մեր մեջ բնակող սուրբ ասվածն է։ Ամեն։ Բրավո։ Սուրբ ոգի ասված, զորության ասվածն է։ Սուրբ ոգի ասված, հայրության ասվածն է։ Ամեն։ Սուրբ ոգի ասված, կտակ ծև ողորմած ասված է։ Անորհո եւ որդու եւ ոգուին սրբո ամեն։ Գորնեն քեզ հայր ասված, կմեծանեն քեզ որդի ասված, կփարապանեն քեզ ով սուրբ հոգի ասված։ Փարավորյալ է սուրբ երրորդություն, մի ասվածություն, կխնդրենք Տեր սուրբ հոգի զորության։ Մեզ առաջնորդես Մովսեսի նման, մեզ զորացնես Հեսուի նման, մեզ հետ խոսիս Սամվելի նման, մեզ օծես Դավիթի նման, մեզ ընտրես Մարիամի նման, մեզ շնորհքդ բարգեւես Եստերի նման, մեզ օրհնես Հակոբի նման, Հիսուսի անունով ամեն։
Orthodox Amen. Jesus ofnem es Sուրբ Հոգի ծորության նմանին քեզ, ըլլան քեզ ու խոներ Մարիամին նման, հավատքով առաքյալներու նման, հավատարիմ Դանիելին նման, սղճացող Դավիթին նման, համբերող ուներող Հովսեփին նման, հնազանդող ու խոսքը կատարող Աբրահամին նման, անսահման մեծ սիրող եւ ողորմող քեզ նման, որպեսզի քեզ փառք բերող մանուկները, Հիսուսի անունով ամեն։ Զորություն պիտի առնեք եւ իմ վկաներս պիտի ըլլան գսելերը։ Certain
Սուրբ ոգի մեր վրա է հիմա մեր ցամի ողոծելու, աղքատներին ավելարնելու համար, ինգածին պարտասնելու, Կարեքավորին հասնելու, Եվանքի համար աղոթելու, նկարին թորացնելու, Հիսուսի քաշ վգաները լալու։ Հիսուսի փրկությունը քարոզելու, ներկության մեջ բոլորին օգնելու,